Ողջույն սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, ելի սենց համացածը թերթելուց, ծանոթանալով համացածը, կարելի ասալ, եթե անկեղծ լինեմ, սենց ներվայնացա եւ ուզում եմ մի երկու բառով դες այդ իմ ներվայնությունը կիսվեմ։ Նախ ես գիտեք ինչ, ես ուզում եմ նախ ասած ընեմ, որ չնայած դրա վրա շատ ենք խոսած այդ թեմայով, շատ ենք գրել, շատ ենք ուղի եթերներ արել, ամենտեղ, եւ համացածում, եւ համացածից դուրս, ամենտեղ շատ ենք խոսացել եւ խոսում եւ խոսալու ենք դրա մասին, բայց քանի որ պատոշ են, նպատակարարը գտնում են, որ անընդհատ պետք է դրա մասին խոսվի։ Նախ մարդկանց ցավի որով աշխատողները, սիրելի մարդիկ, դուք մի բան իմացեք։ Հանուն Հայաստանի Հանրապետության լինելության համար հրեշտակ դարձած մեր եղբայրների հարազատներ, ծնողներ, դուք քաղաքական գործիչների հարազատներ, ծնողներ, ընկերներ, բոլորը իմացեք, որ տասնյակ տարիներով քաղաքական հայացքների համար մարդ սպանողները, մարդ արևանգողները, մարդ հետապնդողները ձեր բոլորի դժբախտության վրա աշխատում են, ձեր ցավի վրա աշխատում են եւ ձեր ցավը, ձեր դժբախտությունը իրենց անձնականի համար են օգտագործում, իրենց անձնականի համար։ Դուք չեք հետաքրում իրենց, ձեր ցավը իրենց չի հետաքրում, ձեր ցավով իրենք չեն ապրում, ընդհակառակը ձեր ցավով իրենք շատ բարձր տրամադրությամբ ողջևորվում են, որովհետև իրենց էլի հաջողվել է մի պահ, որ իրանք կարան ինչ-որ մի հատ ցավի վրա ինքնահաստատվեն եւ աշխատացնեն այդ ցավը իրենց համար։ Եվ ուրեմն ինչպես մեծ բոլորից հայտի 2018 թվականի մերժված բանտան երբևիցե կապ չունեցել Հայաստանի հայ մարդու հայոց լեզվի հետ, այդպես էլ սրանք միջևում էլ կապ չեն ու չեն էլ սրտան ցանկանանել չեն կարա կապ հաստատեն հայ մարդու հետ, չեն կարա հայ մարդու ցավով ապրեն, չենք ընդհակառակը սրանք կանան մենակ հայ մարդուին ձեռքը հարստությունները իրենց ազնականի համար օգտագործեն, իրենց կիլլերներին հարստացնեն, որպեսզի իրենց կիլլերներին ուղարկեն քաղաքական հայացքների համար, ուղարկեն մարդ սպանելու, կարան իրանց մարզպետներին, նախարարներին հարստացնեն, որպեսզի իրանց հրամանները կես վարքյանից անօրինական հրամանները կատարեն, որպեսզի իրանց համար ձայներ խփեն, որպեսզի մարդկանց ստիպեն վախեցնեն, որ այ տեսեք եթե չտրեք ձեզ կանենք դենք աշխատանքի մեծ բոլորից հայտնի է իրանց ոչը եւ ուրեմն տասնյակ տարիներով այս պետությունում քաղաքական հայացքների համար մարդ սպանողները, մարդ հետապնդողները, մարդ ծամասուտանողները որևէ բարոյական իրավունք չունեն քաղաքական սպանություններից խոսալու։ Դուք այս սրբություններդ կորցրած անբարոյականի վաստակներ, դուք որևէ բարոյական իրավունք չունեք քաղաքական սպանություններից խոսալու, քաղաքական հետապնդումներից խոսալու, որովհետև դուք տասնյակ տա, որովհետև քաղաքականությունը, որովհետև դուք իշխանություն եք եղել մի բանի համար, որովհետև միշտ մարդ եք հետապնդել, մարդ եք վախեցել, որովհետև դուք քաղաքական հայացքների համար մարդ եք սպանել, դուք գնդակարել եք հայամետ պետականամետ քաղաքական գործիչների, դուք գնդակարել եք Հայաստանի Հանրապետության ապագան եւ վախի ստրախի մթնոլորտի տակ քաղաքական հայացքներով միշտ մարդ սպանելով, մարդ հետապնդելով, դուք իշխանություն եք պահել 10 տարի Ռոբիկն է պահել, 10 տարի Սերժիկն է պահել, փառք հայ մարդուն, կեցե Հայաստանի Հանրապետություն, կեցե հայ մարդը, որ 2018 թվականին վերջնականապես քաղաքական սամասուդի ենթարկեց, քաղաքական վախճանի ենթարկեց հայ մարդու եւ Հայաստանի Հանրապետության հայոց լեզվի երբևիցե կապ չունեցած խուլիգան բանտային։ Ասելիքս կայանում է նրանում, որ այո, տասնյակ տարիներով քաղաքական հայացքների համար մարդ սպանողները, մարդ հետապնդողները, մարդ ծամասուդանողները որևէ բարոյական իրավունք չունեն քաղաքական սպանություններից եւ հետապնդումներից խոսալու։ Այս սրա վերաբերյալ։ Երկրորդը, գիտեք ինչ, տպավորությունը այնպես է, ոչ թե տպավորությունը այնպես է, դա այդպես էլ կա։ Հայաստանի Հանրապետության ժողովրդավար Հայաստանի Հանրապետության միակ շնամին դատական համակարգն է։ Այո, հարգելի, ես բարձր հարգելով դատական համակարգը, вообще ոչ մենակ դատական ինստիտուտը, Հայաստանի Հանրապետության բոլոր պետական ինստիտուտները մենք հարգում ենք, մենք խոնարհվում ենք մեր պետական ինստիտուտների առջև եւ բարձր հարգանքով ենք մոտիկանում բոլոր մեր պետական ինստիտուտների վերաբերյալ, բայց այսօր մեր դատական համակարգը այդ ինստիտուտը, դատական ինստիտուտը, ովքեր անհատական անուն ազգանուններով, որ պետք է դատավորներով, անուն ազգանուններով անհատական, որ պետք է այդ բարձր ինստիտուտը ծառայացնեն իշա Հայաստանի Հանրապետության, իշա հայ մարդու, իշա ժողովրդավարության, իշա խաղաղության, իշա իրական Հայաստանի հավերժ լինելության, ես չգիտեմ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, մեգուցե ես սխալվում եմ, ես չգիտեմ
որոշ դատավորներ ինչով են զբաղված։ Այո, Հայաստանի Հանրապետության այսօրվա մեր Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության Հայաստանի Հանրապետության ժողովրդավար Հայաստանի Հանրապետության միակ թշնամին դատական համակարգն է։ Դատական համակարգն է։ Այսօր ժողովրդավարությունը ուրիշ թշնամի չունի, քան դատական համակարգը։ Այո, ժողովրդավարության հարգելի պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության միակ թշնամին դա դատական համակարգն է, դատավորներն են որոշ, ովքեր ժողովրդավարությունը դնում են կասկածի տակ, ովքեր ժողովրդավարությունը դնում են վտանգի տակ։ Եվ իրենց հենց աշխատանքի արդյունքի շնորհիվ ժողովրդավար Հայաստանում ծնվում է բեսպրիցելը, աճում է բեսպրիցելը, գլուխ է բարձրանում բեսպրիցելը, որովհետև բեսպրիցելը միջի առեսօրս ժամանակի վրա խաղալով ազատության մեջ է, որովհետև դատական համակարգը միջի առեսօրս բեսպրիցելին ժամանակ է տալիս, որովհետև ժամանակի վրա են խախտում այդ բեսպրիցելին։ Այո, մեր ժողովրդավարության միակ թշնամին դատական համակարգն է ինձ համար, եւ թող մեր որոշ դատավորներ անկաշներին օղանեն։ Ձեզ վստահվել է հաստիկներ, պաշտոններ, որ դուք ձեր պաշտոնները ծառայացնեք իշա Հայաստանի Հանրապետության, իշա ժողովրդավարությանը, իշա խաղաղությանը, իշա իրական Հայաստանի հավերժ լինելությանը։ Ձեզ հաստիկներ չի վստահվել, որ դուք ձեր հաստիկները վախի գերին դարձնեք կամ փողի գերին դարձնեն։ Ձեզ հաստիկներ չի շնորհվել, որ դուք ժամանակ սպանեք, որ դուք ժամանակի վրա խաղաղաք։ Մեզ պետք չեն այնպիսի դատավորներ, որ մեր տված հարկերից իշխանություններ իրենց աշխատավարձները բարձրացրեց, որպեսզի մարդավարի իրանք ծառայության դիմաց աշխատավարձ ստանան։ Մենք հարկատուներս հարգանքով մոտիկացանք ձեր աշխատանքի բարձրացմանը, հարգանքով։ Եվ մենք ձեզ ուղիղ եւ հստակ ասում ենք. դուք տեղը չեք բերում հայ մարդին, զգոնացեք, զգաստացեք եւ անկաշների տողարեք։ Ձեզ տված հաստիկները ծառայացրեք, ձեզ վստահված հաստիկները ծառայացրեք իշա ժողովրդավարությանը, իշա ժողովրդավարությանը, իշա հայ մարդու, իշա Հայաստանի Հանրապետությանը, իշա իրական Հայաստանի Հանրապետության հավերժ լինելությանը, այլ ոչ թե ձեզ տված հաստիկները վախի գերի դարձրեք, փողի գերի դարձրեք, այլ ոչ թե ձեզ վստահված հաստիկները, չգիտեմ, հաստիկները ժամանակ սպանեք, ժամանակի գերի դարձնեք։ Այդ գիտեք ձեր աշխատանքի որակը չի նկատվում, ձեր աշխատանքի որակը լավ էլ նկատվում է եւ զրո գնահատական է, զրո գնահատական, որովհետեւ ձեր աշխատանքի արդյունքում ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունում բեսպրիցել է ծնում, որովհետեւ ձեր կատարած աշխատանքի արդյունքում ժողովրդավար Հայաստանում բեսպրիցելը թփրտում է, բեսպրիցելը թփրտում է, այդ դա դատական համակարգի կատարած աշխատանքի արդյունքն է, որ ժողովրդավար պետությունում բեսպրիցելը թփրտում է, բեսպրիցելը թփրտում է։ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունում բեսպրիցելը անելիք չունի, ասելիք չունի եւ չի կարող օրակարգ թելադրի։ Ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունում բեսպրիցելը ոչինչ չունա, ոչ մի բան է, եւ պետք է քաղաքական մակարդակով մահանա բեսպրիցելը ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունում։ Ես ասում եմ հստակ եւ պատասխանատու, այո, ինձ համար դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ժողովրդավարության միակ թշնամին դա դատական համակարգն է։ Դա դատական համակարգն է։ Որովհետև դատական համակարգն է, որ որոշ դատավորներ են, որովհետև որոշ դատավորներ իրենց ծառայությունը այնպես է մատուցում, որ ժողովրդավար Հայաստանում բեսպրիցել է ծնվում, բեսպրիցելը թփրտում է։ Չի կարա այդ բանը լինի, չի կարա այդ բանը լինի, չի կարա մեկ ոչխար գողացողը գնա տարի ու տամիս բանտախցում նստի, մարդասպանը տնային կալանք շնորհվի։ Չի կարա այդ բանը լինի։ Չի կարող ուղղակի մեքենայից հայլի գողացողը գնա 2 տարի նստի, մարդ սպանողը տնային կալանք լինի։ Չի կարող, այո, հայլի գողացողն է պետք է նստի, բայց նաև պետք է նստի մարդ սպանողը, մարդասպանը, ով մարդ է կրակել եւ մարդ է սպանել։ Չի կարող ոչխար գողացողը, հավ գողացողը գնա 2-3 տարի նստի, իսկ մարդ կրակող, մարդ սպանողը տնային կալանք շնորհվի։ Չի կարող այդ բանը լինի, հարգելի դատական համակարգ, հարգելի դատավորներ, չկա նման բան։ Չկա նման բան։ Չի կարող այդ բան լինի։ Չի կարող փողոցում մի հատ ինչ որ ռազմորգի համար, որ իրար ծեծել են, մեկը մեկի քիթ հաջարտե գնան 2-3 տարի նստեն, իսկ մարդ սպանողը տնային կանանք շնորհվի։ Չի կարող այդ բանը լինի։ Չի կարող։ Առավել եւս չի կարող տասնյակ տարիներով այս պետության հետ կապ չհաստատած, այս պետությունը թալանած, այս պետության մարդկանց կարակած սպանած, այս պետության պետականամետ քաղաքական գործիչներին կրակած սպանածները առնակամ արած այս պետության ժողովրդին առնակամ արածները չեն կարալ միջև հիմա ազատության մեջն են, քիչ մի հատ ազատության մեջ մի հատ ցենցը թփրտան, չի կարա։ Դատավորներ, ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունում մենք թույլ չենք տա բեսպրիցելը թփրտա եւ բոլոր դատավորները
վայրից վայր, բոլոր առանց բացառությամբ, թող իրանց անկաշներին օղանեն, որ դուք պետք է ծառայեք, ոչ թե վախին, ոչ թե փողին, ոչ թե ժամանակ սպանելուն, այլ պետք է ծառայեք Հայաստանի Հանրապետությանը, պետք է ծառայեք հայ մարդուն, պետք է ծառայեք խաղաղությանը, պետք է ծառայեք ժողովրդավարությանը պետք է ծառայեք իրական Հայաստանի հավերժ լինելությանը, այլ ոչ թե վախին, եթե դուք դենց շատ արագորեն կարողանում եք վախենաք, հավատացած եղեք, եթե հարցը հասավ վախին, այն ձև կվախցնենք, որ ձեր հարազատ ծնողներին չեք ճանաչի, որ դուք ձեր անունը կմոռանաք։ Ուրեմն խելքներդ գլուխներդ հավաքեք, բոլորի քարա, ինչքան ասենք չխոսանք, ավելորդ բառեր չօգտագործենք, բայց ես իմ խոսակցության մեջ ոչ մի ավելորդ բառ չեմ տեսնում։ Ես ասում եմ ուղիղ եւ հստակ։ Իմ սեփական ժողովրդավարության միակ թշնամին, որ դրա դնում է վտանգի տակ, դատական ինստիտուտն է, դատավորներն են։ Ուրիշ ոչ ոք։ Իմ ձեր բերած եւ ձեր բերած ժողովրդավարության միակ թշնամին սիրելի մարդիկ դատավորներն են։ Որովհետեւ դատավորները ժողովրդավարության մեր ձեր բերած ժողովրդավարությունը դնում են վտանգի տակ։ Մեր ձեր բերած ժողովրդավարության մեջ բեսպրիցել են ծնում, ակեսնում, հասունացնում, բեսպրիցել։ Ու թող դատավորները վայրից բոլորդ անգաշներիդ օղարեք, ժամանակ մի սպանեք, ժամանակի վրա խաղ մի խաղացեք, մի ասեք, չգիտենք վաղը չէ մյուս օրը ինչ կլինի, մի ասեք այդ բառը, մի ասեք չգիտենք վաղը չէ մյուս օրը ինչ կլինի, վաղը չէ մյուս օրը ոչինչ բան չի լինելու, ավելի լավ է լինելու, այո վաղը չէ մյուս օրը ընտրություններ է լինելու, էլի հայ մարդը գնալու է խաղաղության օրակարգին ձայն տալու, ընտրելու է Նիկոլ Փաշինյանին 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը ընտրվելու է իրական Հայաստանի իրական նորից առաջնորդը մինչև 2031 թվականը 2031 թվականից նորից ընտրվելու մինչև 2036 թվականը իսկ դրանից հետո արդեն հանրությանը հասանելի կլեն նոր ուժեր նոր քաղաքական դեմքեր դրանից հետո հանրությունը հայ մարդը կորոշի ում կընտրի բայց Ռոբիկ Սերժը 2018 թվականին մերժված բեսպրիցեր այլևս Հայաստանի Հանրապետությունում հարգելի դատավորներ իշխող չեն լինելու այլևս հայ մարդը չի պատրաստում իր սեփական իշխանությունը դա խոլիգանի ձեռը այլևս խոլիգանական մակարդակով չգիտեմ խոլիգանական ձևերով այս պետությունը չի ղեկավարվելու մահ խոլիգանությանը մահ բեսպրիցելին դատավորներ դուք իմ սեփական ժողովրդավարության միակ թշնամիներն եք դուք իմ սեփական ժողովրդավարությունը վտանգի տակ դնողները դուք եք ու դուք բոլորդ անկաշներիդ օղարեք որ դուք պետք է պատշաճ մակարդակի ծառայություն մատուցեք ժողովրդավարությանը լսաք պատշաճ մակարդակի դուք պետք է ծառայություն մատուցեք ժողովրդավարությունը կեցե ժողովրդավարությունը կեցե Հայաստանի Հանրապետությունը կեցե խաղաղությունը եւ մահ բեսպրիցելին ժողովրդավար պետությունում բեսպրիցելը ոչ ասելիք ունի ոչ անելիք ունի առավել եւս դատավորների թերի ծառայության արդյունքում թփրտալու ոչինչ չունի բեսպրիցելը ժողովրդավարության մեջ չպետք է կուրաժի տնի խելքներդ գլուխներդ հավաքեք եւ այս խոսքերը ամենայն լրջությամբ ընդունեք ձեր դեմ հայտարարված է քաղաքական պատերազմ հարգելի դատավորներ ձեր դեմ հայտարարված է քաղաքական պատերազմ ձեզ վստահված հաստիկները ծառայացրեք իշա պետությանը իշա խաղաղությանը իշա ժողովրդավարությանը իշա հայ մարդու այլ ոչ թե նստեք ասեք չգիտենք վաղը չէ մյուս օրը ինչ կլինի ասեմ ինչ կլինի եթե դուք շարունակեք նման ձևով աշխատել դուք ուղղակի կվռնդվեք ձեր աշխատանքից ուղղակի կհեռանաք ձեր աշխատանքից եթե դուք շարունակեք ժամանակ սպանեք դուք ժամասպաններ եք եւ մենք վարկյանները թանկ է մեզ համար ամեն օրը ամեն ժամը մեզ համար թանկ է մենք չենք տեղավորվում դրա մեջ մենք չենք ուզում որ մենք ժամանակ սպանենք իսկ դուք ձեր աշխատանքով ինձ ապացուցել եք սա իմ ես այդ համոզմունքին եմ եկել որ դուք ժամասպաններ եք ուղղակի ժամասպաններ եք մահ բեսպրիցելին քաղաքական եւ 2018 թվականին հայ մարդու կողմից մերժված բեսպրիցելը Ռոբեկի եւ Սերժիկի գլխավորությամբ պետք է վարկյան առաջ իրենց արժանապատիվ տեղը գտնի հակառակ դեպքում տասնյակ տարիներով հասունացած
արդեն ափերից ցելած հայ մարդու վրեժը քաղաքական մակարդակով վրա է հասնելու Ռոբիկի եւ Սերժիկի վրա։ Մա բեսպրիցենին կեցե ժողովրդավարությունը, կեցե խաղաղությունը, կեցե իրական Հայաստանի, այո, կեցե 4-րդ իրական Հայաստանի Հանրապետությունը, իրական Հայաստանի Հանրապետությունը, կեցե Արագած լեռը, որ կա եւ լինելու է հավերժ եւ հավիտյան։ Կեցե հայ մարդը եւ հայ մարդու իշխանությունը, որ մեզ խոսալով, մեզ չի խոսում, որ կուրաժի չի նում, որ կենասներ չի ասում եւ վտանգի տակ դնում իր կենասներով իրական Հայաստանի լինելությունը, Արագած լեռի լինելությունը։ Դատավորներ, դուք այլևս մեզ հունից հանել եք, ձեր աշխատանքը զրո է, ես չգիտեմ իշխանությունը ձեզ ինչ գնահատական կտա, անձամբ ինձ համար ձեր կատարած աշխատանքը զրո է, զրո գնահատական է արժանանում, զրո գնահատականի։ Աստված մեզ հետ ամեն ինչ լավ է լինելու։ Այո, իմ սեփական ժողովրդավարության միակ թշնամին, միակ վտանգը որ կա, որ ես քաղաքական առումով եմ ասում թշնամի, ես որ տեսնում եմ դա դատական համակարգն է, դատավորներն են։ Իմ սեփական ժողովրդավարությունը ուրիշ վտանգավոր բան չունի։ Միակ իմ սեփական ժողովրդավարությունը, եթե մեկը կա, որ դնում է վտանգի տակ, դա դատավորներն են։ Դա դատավորներն են, որոշ դատավորներ, եթե վախեցած եք, եթե ձեզ վախեցրել են, հայ մարդը, մենք, հայ մարդիկ, մենք մեր աջակցությունն ենք հայտնում ձեզ ու ասում ենք, մի վախեցեք, եթե ձեզ ինչ-որ մեկն է վախեցրել է, այդ մարդու անուն ազգանուն ասեք, այդ դրանք ուղիղ գործ կունենան մեզ հետ, դուք զբաղվեք ձեր ծառայությամբ եւ մի վախեցեք, եթե դուք վախեցել եք, ձեզ վախեցրել են, ասեք ովքեր են, մենք մեր աջակցությունը հայտնում ենք ձեզ, մենք մեր 24 ժամվա 100%-անոց աջակցությունը հայտնում ենք ձեզ, էլ ոնց ասենք, էլ ինչ ասենք։ Դատավորների ոչ պաշտպան աշխատանքի արդյունքում ժողովրդավար պետությունում բեսպրիցելը հասունանում է, բեսպրիցելը թպրտում է, բեսպրիցելը կուրաժի տա գալիս։ Եվ մենք ասում ենք, ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունում բեսպրիցելը ոչ ասելիք ունի, ոչ անելիք ունի, առավել եւս կուրաժի չի կարող գա, որովհետեւ քաղաքական մակարդակով ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունը մենք բեսպրիցելը կոչիչացնենք, քաղաքական մակարդակով կսպանենք բեսպրիցելը, քաղաքական մակարդակով, Աստծով ամեն ինչ լավ է լինելու։ Նաև շնորհակալությունս խոնարհումս այն հոգևորականներին, ովքեր իրենց ծառայությամբ ծառայում են եկեղեցուն եւ Աստծուն, ովքեր ծառայում են միան Աստծուն եւ հայ առաքելական եկեղեցուն, այլ ոչ թե անհատական վերցրած ինչ որ բանդայի պարագլուխներ։ Շնորհակալությունս ամենաբարձր հարգանքով շնորհակալությունս եմ հայտնում այն հոգևորականին, ովքեր ազնիվ են, անկեղծ են, ովքեր ծառայում են Աստծուն եւ եկեղեցուն, Աստծով։ Դատավորներ